Լուսե աղաչում եմ դուռը բացի։ Լուսե ջան, եթե քեզ մի բան լինի, ոչ ես կդիմանամ, ոչ հայրդ, խնդրում եմ։ Աղաչում եմ դուռը բացի խոսենք, Լուսե։ Լուսե ջան։ Իզաբել երեխմոտ ամեն ինչ լավ այս, բժիշկի հետ խոսացիս, քանի օր կտանենք տուն։ Ինչա դարել ես աշխարհը, երեխեք ուղղակի գնացել էին պարելու։ Իզաբել, ես արդեն այն աշխարհը չի, որ դու գիտեիր։ Մարդ չգիտի երեխա ունենա, թե չէ։ Հետո էլ չի հասկանում ոնց դաստիարակի, որ ոչ գազան դառնա, ոչ էլ գազանի կեր։ Գտնի դրանց, դրանք պիտի պատժվեն, որ ուրիշ երեխեքին էլ ձեռքն են չհասնում։ Չկասկածես, ես են ոստիկանի համարը վերցրել եմ, աղակիշն եմ մոտը կխոսամ, հաճամփին էլ էտ տարածքի տիրոջը տեսա, խեղճ էտ կամերաների տեսանյութերը ձեռովազում էր ոստիկանություն, որն պատմեց, որ էտ օրը տարածքում մի քանի ծնունդ է եղել, ու այնքան մարդ է եղել, որ այդ սիրիկանները տենց աննկատ իրենց գործը արել են։ Իզաբել երեխան, որ ուշքի գամ այդ հարցրել է չորրորդը ով էր։ Գիտես չէ ինքնա Անայեսին արհեստական շնչառություն տվել։ Ինքնա փրկել երեխան։ Սաթենը սուր։ Են կահույքը, որ պատվիրեցինք, հիշում ես։ Արեգ ջան, պահարանը։ Հա, ոնց չեմ հիշում։ Օֆիսից զանգեցին, ասեցին, նախ գնամ պատվերը հաստատեմ, հետո էլ նյութը ընտրեմ, որպեսզի իրանք սկսեն արդեն պատրաստել։ Բայց ինչի ես դու գնում։ Նախ որովհետև դու քնած էիր, եւ երկրորդը ես մտածում եմ խառնագլուխդ։ Հիմա ինչ կահույք, ինչ բան։ Ես կգնամ շուտ կգամ ցավոտ տանեմ։ Չէ, Սաթ, ոչ միտեղ չես գնում, ես մտնում եմ լվացվեմ, ինձ մի հատ սուրճ տուր, էլի։ Սուրճ կտամ, Լուսեն գալու է, չէ։ Դու մնա տանը, ես գնամ գամ։ Սաթ, կգա կշփվենք այդ ժամանակ։ Հիմա խնդրում եմ, էլի սուրճ տուր, էլ չենք քննարկում։
Ես արթնացել ես։ Ջուր կտաս։ Հա, իմ կտամ։ Скучно. Երբ ենք դու գնալու։ Այս երկու օրը կգնանք բալես։ Անալիզներիդ պատասխանը գա կգնանք։ Անայս ինչ որ բան հիշում ես։ Կոկտեյլներ, բարեր, բանկա հիշում եմ, բանկա չէ։ Մամ, պապային ասա մի բանանի շուտ գնանք էլի դու։ Հա, Անայս ջան, հենց մի քիչ լավ լինես անպայման կգնանք։ Մենք էլ չենք ուզում այստեղ մնաս։ Հա, Վիկա ջան։ Հա, արթնացել եմ։ Ո՞վ։ Հա, դու Արտուրը կարող եք գալ։ Լավ, Վիկա ջան, ես կզգուշացնեմ, որ թողնեն ներսում։ Անայիս, բայց ոնց որ էլի մարդ է, չէ՞ ձեր հետ եղել, 4-ով չեք եղել։ Ինչքան գիտեմ, էլի տղայի ա եղել ձեզ հետ։ Անայիս։ Մամ, հիմա այդ կարևորը ես համարը բան չեմ հիշում։ Լավ, բալես։ Դու կարևորը մի լարվի, լավ։ Ես գնամ զգուշացնեմ, որ երեխեքին ներս թողնի։ Մամ ջան, Վայ, Արամ ջան, ես ինչ ես արթնացել առավոտ շուտ։ պապայի օֆիս պետք է իջնեմ։ Վարդանն էր զանգել, մի երկու թուղթ կա, բերեմ պապան նայ։ Մեծացել ես, պապային ես օգնում։ Շատ եմ սիրում քեզ մամ ջան։ Դու էլի մամենա սիրում ու ջահել մաման ես։ Սիրուն ու ջահել եմ մնացել։ Չեմ էլ հասկացել ոնց եմ քնել։ Ու դու ոնց ես տուն եկել։ Բա մաման տենց կլինի։ Սիրում եմ քեզ մամ ջան։ Դու իմ աշխարհն ես։ Հուզվեցի Արամ։ Գնամ գամ էլի կասեմ։ Մենակ էլ չլացես։ Լավ։ Դե թռա։ Կլինի ոչ մի բան հիմա չասես, ուղղակի գնաս, ես վաղը կգամ կխոսենք, հա։ Դուսը կարող բժիշկները պապայի պահով։ Չէ, Արեգ, ոչ մի վատ բան չեն ասել։ Գնա խնդրում եմ։ Կլինի գնաս։ Լուսը, ես քեզ սիրում։ Ինչ է լինի հիշի հետ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Չկասկածես դրանում։ Գնամ։
Ես չգիտեմ, թե քեզ ինչ տվեց այս ամբողջ պատմությունը։ Չգիտեմ, թե այսքանից հետո դու ոնց ես շփվելու Արեգի հետ։ Այսքան բանը իմանալուց հետո հիմա դու գիտես, թե պապայիդ հետ ինչ կկատարվի, եթե Սուրենը ամենը պատմի ոստիկանությանը։ Իհարկե ինձ կներեք, որ ինչ լինում է, ես անընդհատ վազում եմ ձեր տուն, բայց երևի դուք էլ եք հասկանում, որ Արդարանալու կարիք չկա։ ձեզ համույն եմ փնտրում։ Պետք է այսօր գար ոստիկանություն, բայց չկա։ Չի եկել ու չի էլ գալու։ Ինչի, ինչ որ բան ա եղել։ Չէ, առանձնապես բան չի եղել։ Ուղղակի մինչ ձեզ մոտ գալը Սրապյանը տարել է իրան։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մինչ ոստիկանություն գալը Սրապյանը համոյին տարել է իրան մոտ, վախեցրել է, սպառնացել է, ասել է եթե շարունակի բողոքել, կվնասի համոյին, ավելին ասել է կվնասի նաև որդուն, որ Ֆրանսիայում է։ Չէ, դա իրան լրիվ տվել է անցել։ Դե հա, անպատժելիությունը գիտես ինչ է։ Այդ մարդը ինչ արել է մարզել է։ Դե բայց պետքա խոսել ձեզ համույի հետ։ Պետքա բացատրել, որ Պետքա խոսել, բայց ինչ ասեմ։ Կապիտան հասկանում ես, հարցը միայն ինքը չի, այստեղ որդու հարցն է նաև։ ու դուք հավատում եք, որ այստեղից Ֆրանսիա պետքա ինչ-որ բան անի։ Իմ հավատալ չհավատալը ոչ մի նշանակություն չունի, համոնդի կարողանա հաղթահարել իր վախը։ Դե բայց վաղ թե ուշ տնից դուրս կհանեն, չէ՞։ Ու մենք ոչնչով չենք կարող օգնել։ Այդ ես հասկանում եմ, խոսեք հետ, մի երկու թող անցնի հետո էլի, մի քիչ ինքը հանգստանա, տենց խաղաղվի, մեն արտադրամասը քանդել են արդեն, 2 տուն է մնացել, հեսա կհասնեն իր տան, ինչ է անելու չեմ, չգիտեմ ես։ Ես հենց դրա համար էլ շտապում եմ։ Դե լավ, տեսնեմ ոնց եմ անում, վաղը գոնե հանդիպեմ հետո։ Լավ մնացեք։ Լսեցիր, չէ, Արգամ ջան, բժիշկը ահագին գոհ էր։ Խոսել ես։ Դե արդեն սկսել ես, ինչ ես ուզում։ Կամաց դա էլ կլինի։ Համել քո սիրած ճաշն եմ եփել։ Գնամ բերեմ ու տես։ Երեխեքը լավ են, հանգստացի։ Արամը արդեն ճանապարհին է։ Համե գիտես ինչ ոգևորված էր, որ Վարդանը իրան ախնդրե, որ թղթերը բերի։ Սուրենը եկել էր, ասեց շատ լավ է շինարարությունը գնում։ Ուրիշ ոչ մի բան չի ասել, քեզնից էր հարցնում։ Ասում էր, որ բարև եմ քեզ։ Այս էլ երևի Լուսենա, գնամ համել ճաշը դվերեմ։
Այսօր ես գնում Լուսե։ Մամ, կխոսենք հետո։ Հա, էլի հետո կխոսենք, բայց չիմանամ ուր ես գնում։ Մամ, 2 ժամից տուն կգամ։ Վալես, Մամ, խնդրում եմ, սիրտ չունեմ։ Լուսե ջան, արի մի գնա, հա, ոչ միտեղ մնա խոսենք։ Մամ, ինչ խոսել ենք, լրիվ հերիք է։ Լավ, գոնե ասա ուր ես գնում, որ հանգիստ լինեմ։ Հանգիստ եղի։ Orada şişençum Artur, şişençum! Şişençum Artur! Şişençum! Բաց այդ աչքերը, Անայիս! Ես որտեղ ես գիտես, ապր ես ամեն ինչը։ Սա հաղսում ինչ է, հաստում է, սա հաստում է։ Անայիս! Անայիս։ Անայիս, ոնց ես։ Տերեկվա համեմատ ճամփյոն եմ։ Բարև Անայիս ջան։ Հա, ոնց է գլուխդ։ Ոչինչ, դուք ասեք, դուք ոնց եք։ Մենք ավելի լավ, քո բաժակի մեջ շատ էին լցրել։ Հա, մենք ոստիկանությունից են գալիս ու այդ տականքներին արդեն բռնել են։ Իրանք էլ խոստովանել են։ Բարձվում է մեր բաժակների մեջ ինչ-որ բան են գցել։ Բախտներս բերեց երեք շուտ հասանք հիվանդանոց։ Հա, երեք Արամը լավ ժամանակին հասավ։ Հեսա կգամ։ Ապեր։ Վիկ, իսկ Արամը ուր է։ Զանգեմ գա։ Չէ։ Լսի, մամաս ու պապաս եթե հարցնեն, ոչ անուն, ոչ հեռախոսամար չեք տալիս, լսեցիր։ Ինչի։ Ինձ լսի Վիկա։ Բայց երեք արդեն պապայիդ ասել ենք, որ եթե Արամը չլիներ, անհայտ ամեր հետ ինչ կլիներ։ Ապրեք, բայց սրանց հետո ոչ մի բան չասեք, Արթուրինը կզգուշացնես, լավ։ Բայց ախր Վիկ։ Վերջ։ Ոնց գիտես։ Անայիսը հիմա հիվանդանոցում է։ Հա, մեր գնատես երեխուն ուրախանա։ Բա ոստիկանությունն ինչ է ասում։ Այդ լակոտներից մեկը ես իմ ու տղեն է, բայց ես զգուշացրեցի, ասի հանկարծ փորձեք պալստացնեք, չէ։ Ինձ ձեռով սատկացնել են։ Իսկ իրանք ոնց են տրամադրված։ Շատ խիստ։ Այդ տարածքի տերն է գնացել բողոքա բերել։ Բայց դրանց նմանների պատճառով է, էլի, որ իրանց անունը գետնին է։ Դե հա, գործը։ Արգամից ինչ կա։ Ես չես դիմանում, հա։ Լավ է մարդ կատակի ման։ Ինչ պտիլ։ Կամաց, առաջ է գրում էլի։ Ես հիմա մի հատ Վարդանին կտեսնեմ, կխոսամ, հասկանանք ինչ ենք անում, ու կգնամ Արգամի մոտ։ Հա, բայց մտածում եմ հիմա ճիշտ է Արգամին տեսնելը։ Դե չվատանա նորից։ Շունը կաղալով չի սատկում տվես, դու մի անհանգստացի։ Դու ավելավա Օլիայի հետ քո հարցերը լուծի։ Տես որ կյանքդ ավելի չբարդանա։ Շնայց դու քո որոշումը, եթե բարդությունները քեզ այդպես ադրենալին են տալիս, խնդրեմ, գնա ու բարդություններից հաճույք ստացի։ Այ
Ջան, բայց պապան խնդրեց իր թղթերի հետ տնես։ Լավ։ Խոսել ես Լուսեի հետ։ Չէ, ինչի։ Հեչ, ոչ մի բան։ Լուսեն տանը չի։ Չէ, դուրս է եկել։ Արեգի հետ է։ Չգիտեմ։ Ուր պետք է գնար Լուսեն։ Դե օֆիսի շնելու պատճառ չունի, այսինքն Արեգի հետ է։ Տենց չի։ Ում ես զանգում։ Ձեր հավաքած համարն է։ Անջատացել։ Լուսեին։ Կարող է Արեգին զանգեմ։ Չէ, նոր է դուրս եկել։ Եթե ուշանա նոր կզանգես։ Իսկ երեք ինչ էր եղել, որ Լուսեի սենյակում էիր քնել։ Դե խոսում էինք, հետո չզգացի էլ ոնց քնեցինք։ Իսկ պապան քեզ շինարարության մասին ինչ-որ բան ասել է։ Չէ, բայց ես էլ չեմ ուզում ոչ մի բան խոսամ, որովհետև թող կազդուրվի, նոր կխոսենք։ Վարդանը ինչ-որ բան ասել է քեզ։ Չէ, մենակ ասեց, որ Սրապյանին պետք է տեսնի, շինարարության հետ կապված ինչ-որ հարցեր ունեն քննարկելու։ Դե հետո էլ պապային է գալու տեսնի։ Ուղղակի հեչ չեմ ուզենա հիմա պապայիդ հետ խոսանք այդ թեմաներով։ Դե հա ես էլ, բայց հասկանում եմ, որ ինքն է էլի պատասխանատու այդ գործի չեն կարող իր այդ չքննարկեմ։ Այ ապրես Վարդան, լավ կառավարիչ ես, իզուր չէ որ արգամը քեզ գնահատում է։ Բայց ինչքան է ձգեք, երկու օրից փողը վերջանում է։ Շուտով աշխատանքները կվերջացնենք, մաքսիմում 2-3 օր տևի։ Հիմա տես, ես ուզում եմ, որ դու անձամբ գնաս արգամենս տուն ու այդ ամեն ինչը ասես, երբ ժամանակը գա։ Այդ որոշել ես արգամին են աշխարհ ուղարկել։ Մի վախեցի, չի գնա։ Իսկ ես որտեղից այդ վստահությունը։ Զգում եմ, Վարդան, զգում եմ, իմ զգացողությունից երբեք չի խաբում ու զգում եմ, որ շուտով ինչ-որ շատ լավ բան է լինելու։ Հետո չուզողն է ես լինեմ։ Ամենակիչը ես կուզենամ, որ արգամին վատ բան լինի։ Պայմանավորվեցինք, դու գնում ես քո գործերով, բայց հենց զանգում եմ, պոկվում ես արգամենս տուն, բայց այստեղ մի շատ կարևոր բայց կա։ Ինչ կարևոր բայց։ Երբ գնաս արգամենս տուն, դու արգամին չես տեսնելու, այլ Լուսեին ու Մարիամին։ Չհասկացա, իրանք ինչ կապ ունեն այս ամենի հետ։ Այդ մեկ արդեն պարտադիր չի իմանաս։ Շատ բան իմանաս, շուտ կծերանաս։ Սատ իսկ կարող է եկել գնացելը չես տեսել, դուրս ես եկել տնից։ Ոչ, ես տնից դուրս չեմ եկել, միշտ տանն եմ եղել, չի եկել Լուսեն։ Սենց լուր լստելու եք մենք։ Երեք ուշնամակ գրեցի, տեսելը չի պատասխանում։ Ես ես չեմ կարող, այս պատմությունը ինձ ընդհանրապես դուր չի գալիս ու քո վիճակը։ Այսօր չեկա, վաղը գնում եմ իրանց տուն։ Ուզում ես ուզի, ուզում ես մի ուզի։ Սոտ խնդրում եմ, էլի։ Խնդրելու բան չկա։ Ձեզ չի լինի ախր։ Ես քեզ այս վիճակում չեմ կարող տեսնել, եւ հետո ես անհանգստանում եմ Լուսեի համար։ Արգամենս ես գնում։ Չէ, գնամ մի քիչ պտտվեմ գամ, էլ չեմ կարող տան անստամ։ Թե չգիտեմ, Անայիսը խնդրեց, ասեց քեզ էլ զգուշացնեմ, որ այդ թեմայով իր մամային, պապային ոչ մի բան։ Բայց չգիտեմ ոնց ենք անելու։ Դե լավ, Անայիսին շատ մի օր պահելու, դրանից հետո իր պապային որտեղ ենք տեսնելու։ Դե դու չես տեսնի, բայց ես իրանց տուն եմ գնում գալիս։
Հարցը բարդ է։ Բայց որ ասում տարօրինակ աղջիկա, ասում ես չէ։ Այդ նրանից է, որ մինչև ականջների ծայրը սիրահարված է ընկերոջդ։ Բայց ձեռքը մենք ենք կրակն ընկել։ Իզաբելը ինձ հանգիստ չի տալու։ Դե դու Իզաբելիդ կասես, որ քո աղջիկը քո հետ այդ թեմայով չի ուզում խոսալ։ Իրան ասա ինքը կհասկանա։ Ես իմ սիրուն բան չի ստացվի։ Դե լավ, Վիկ, արի ուրիշ բանից խոսանք, մեր մասին մտածենք։ Իսկ ինչ ես ուզում մտածենք։ Դե օրինակ ես քո դուրը գալիս եմ։ Դու ո՞նց ես մտածում։ Դե իմ մտածածը ուրիշ է, քո ասածը ուրիշ։ Վիկ, որ տենց ճպտում ես, չէ՞։ Սիրտս նայց հա թփրտում։ Ինձ թվում է այսա բերանից դուրս կգա։ Հիմա կարա մտածեմ, որ ընկերուհիս ես։ Կարաս։ Լսի որ պալատում խոսեին կարտնաներ։ Դա ոնց է եկել, ասած մտնեմ տուն փոխվեն գնամ քրոջս մոտ։ Չէ, չի երևացել։ Լավ, դա կգա։ Լսի լավ կլինի ասես վաղը գա, հա, շատ հոգնած եմ ուզում եմ գնամ ես էլ քնեմ։ Անց, ես ով ես ուզում մնաս։ Բայց դրա կարիքը կա։ Հա, տենց ավելի հանգիստ կլինեմ։ Լավ, ոնց ես չիմացել եմ չորրորդ ընկերոջ անունը ինչ է։ Բժիշկը ասեց, որ այդ տղեն է փրկել Անահիսին։ Անետ երեխուն հատ տեսնեմ, շնորհակալություն ասեմ։ Չէ, բան չի ասել։ Չի ասել, ինչի։ Դե շոր կասկածներ ունեմ, բայց պիտի ստուգվի։ Իզաբել, ինչի մասն է խոսքը։ Բայց դե կգա ժամանակը կասեմ։ Դարքիր կին ես, գիտես։ Երեխուց մասին է չէ խոսքը, չանհանգստանա։ Դե մտածում եմ, որ երևի սիրահարվել է։ Անահիսը սիրահարվել է։ Լուրջ ես, չեմ պատկերացնում։ Այսի ոնց կուզեի տղուն մի հատ տեսնեի, լուրջ եմ ասում։ Ոնց որ դուրը տեկավ այդ միտքը։ Լուրջ եմ ասում, չես պատկերացնի ինչ հետարակ իրար։ Անահիսի պես չհավանը սիրահարվի։ Բան չխոսես մոտը։ Այդ ասելու բան է։ Անահիս սիրահարվել։ Սուս մնա։ Հիվանդանոց է ես։
քեզ եմ զանգում։ Դու ո՞ր կողմից եկար, տեսա Լուսեին։ Լուսան ստեղ էր։ Լուսեին ու Մարիամին ասում ես, որ վաղը փողը բրծնում է, իսկ շինարարությունը կանգնում է։ Ձյաձ համո։ Ձյաձ համո։ Վաղը կանգնելու ենք, գումար չկա ու չգիտեմ երբ կլինի։ Ես դրա մասին արգամին չեմ կարա չասեմ, բայց չգիտեմ ոնց ասեմ, մարդը առանց էդ էլ վատը ավելի չվատանա։ Մամ, ես Արեգին ասել եմ, որ մենք չենք կարա միասին լինենք։